Բարև ձեզ, սիրելիներս, մենք դասեր շարունակում ենք քննարկել Շրիմադ Բհագավատամը եւ այս պահին սկսում ենք երրորդ երկի 4-րդ գլուխը։ Բնականաբար արդեն ասելու ոչինչ չկա, որովհետեւ դոր գլուխ ենք սկսում եւ ես ընթերցեմ տեքստերը ու մենք կշարունակենք։ Եվ այսպես Շրիմադ Բհագավատամ երրորդ երկ 10-րդ գլուխ արարչագործության փուլերը։ Տեքստ առաջինից։ Ժիվիդուրան ասաց. «Ո մեծ իմաստուն, խնդրում եմ այժմ ասա ինձ, այն բանից հետո, երբ հեռացավ Աստծո գերագույն ազնվորությունը, արդյոք ինչպես է Բրահման տիեզերքի բնակիչների նախահայրը բազմատեսակ կենդանի էակներ ստեղծել իր մարմնից և մտքից։ Քեզ ամեն ինչ հայտնի է, ուստի խնդրում եմ, ցրիր կասկածներս և պատասխանիր տվածս հարցերին առաջինից սկսած մինչև ամենավերջինը»։ Սուտը Գոսվամին ասաց. «Օբրիգոյի որդի, Վիդուրայի խոսքերը լսելով մեծ իմաստուն Մայտրեյան արտասովոր ոգեշնչում ապրեց, ամբողջ գիտելիքը պահված էր նրա սրտում, և ուստի Վիդուրայի հարցերին նա սկսեց հերթով պատասխանել։ Մեծն իմաստուն Մայտրեյան ասաց. «Այսպիսով, Օվիդուրա, 100 երկնային տարի Աստծո անձնավորության հրահանգով Բրահման կատարեց ասկեզաներ, Տիրոջը նվիրված ծառայությանը տրվելով»։ Եվ ուրեմն, սիրելիներս, իրականում Բհագավատամը հիմա մեզ հետ քննարկում է շատ կարևոր հարց, թե ընդհանրապես ինչպիսի պահվածք ունեն այն ազնվորությունները, որոնք իրենք գերագույն Աստծո ազնվորությունից ստանում են որոշակի առաջադրանք։ Սկսենք այնտեղից, որ մենք տեսանք, եւ սա արիացիների մեծ համոզմունքներից մեկն է, որ գերագույն Աստծո անձնավորությունը ինքը մաքուր սեր իր մեջ կրող ազնվորություն է եւ խուսափում է շփվել այն կենդանի էակների հետ, որոնց սիրտը լցված է նախանձով, ատելությամբ, ջղայնությամբ եւ այլ բացասական տրամադրություններով եւ իր սեփական անձի հանդեպ միջայլոց եւ ուրիշ կենդանի էակների հանդեպ։ Այստեղից անմիջապես բխում է։ Մեր ժամանակներում ես այս թեման շատ եմ կրկնում եւ կրկնեմ սկզբունքորեն մինչեւ վերջ, մեր ժամանակներում, եթե այսպես բան լեզվով ասենք, ամեն մի տեղից վեր կացող, կներեք, իրեն այդպես է ներկայացնում, որ ինքը գերագույն Աստծո անձնավորության կամքի կրողն է, որ ինքը ուրեմն այսպես էլ ինչ-որ օժտված անձնավորություն է, բայց դրա հետ մեկտեղ, երբ որ մենք մի քիչ ուշադիր ենք նայում, մենք տեսնում ենք, որ դա անձնավորություն, այսինքն չուր կարծիք կա, էլի, որ դրանք անձնավորություններ են, որոնք իրենք ամենասովորական մաքուր պահվածքի սովորություններ նույնիսկ չունեն։ Մենք մի կողմ ենք դնում մնացած բոլոր տեսակետները, որովհետև ասենք մենք քննարկում ենք հենց արիացիների մոտեցումները։ Վաղուց այս նախադասությունը չէի ասել, հիմա նորից կասեմ, որ խնդիրը կայանում է նրանում, որ ի տարբերություն մնացած բոլոր գոյություն ունեցած, հիմա ունեցող եւ ապագայում, եթե հնարավոր լինի, ինչ-որ մի գաղափարախոսություն լինի, բոլոր այդ գաղափարախոսությունները իրենք լավագույն դեպքում կարող են բերել պետական հզորության կամ տնտեսական զարգացման, բայց ոչ մեկը այդ գաղափարախոսություններից հավակնություն անգամ, բայց այդ մոտիկ անգամ չի կարող գա, որպեսզի այդպիսի բան ունենա,
խիզախություն ունենա հայտարարել, որ ինքը կարող է լուծել երջանկության խնդիրը։ Ես միշտ ասում եմ, որ ամենաշատը ինձ զարմացրել է արիացիների այդ արդյունքը։ Ինչու՞ համար, որտեղ սովորաբար ես միշտ ասում եմ, թող տղամարդիկ ինձ ներեն, հա, միշտ ասում եմ, որ տղամարդկանց ցանկացած երևույթ հետաքրքիր է ուժի տեսանկյունից, հա, իշխանության տեսանկյունից, հնարավորությունների տեսանկյունից, այդ երջանկություն կոչվածը ինքը ոնց որ ավելի էմոցիոնալ դաշտին է վերաբերվում եւ կարծում եմ, որ ավելի շատ հետաքրքիր է կանանց։ Եվ սա նորմալ է, որովհետեւ իրականում բնությունը, գերագույն Աստծո ազնվորությունը ինքը այնպես է ստեղծել կնոջը եւ տղամարդուն, որ տղամարդը ինքը պատասխանատու է գաղափարախոսության համար մարդկային հասարակության մեջ, իսկ կինը պատասխանատու է սիրո։ Տղամարդը պատասխանատու է արդարության համար, իսկ կինը ողորմածության, բարիության, հա? Այսինքն կինը ինքը միշտ փափկացնող, կինը ինքը պատասխան է տալիս էմոցիոնալ կոմֆորտի համար։ Եվ դրա համար ինքը այդ հարցին մեծ ուշադրություն է դարձնում։ Իսկ տղամարդիկ սովորաբար ոչ։ Հենց դա է պատճառը, որ օրինակ հզորության հասնելու համար տղամարդիկ իրենք միշտ պատրաստ են ցանկացած զոհաբերությունների գնալ, ընդ որում սովորաբար չեն զոհաբերում ոչ իրենց, ոչ էլ իրենց ընտանիքի անդամներին, այլ զոհաբերում են սովորական մարդուն, նրան եւ նրա ընտանիքի անդամներին։ Այսինքն երբեք այդպիսի քայլերը չեն արվում հենց իրենց հաշվին, այն ազնվորությունների հաշվին, ում այդ քայլերի արդյունքները պետք են։ Եվ սրա մեջ իհարկե ոչ մի արդարություն չկա։ Սովորական մարդը ինքը միշտ հեղեղված է լինում դժբախտությունների, իշխանավորների կմահաճությունների եւ այլնի, եւ դա փաստ է, դա ոչ մեղադրանք է, ոչ էլ մենք ինչ որ թերություններ ենք փնտրում։ Դա իրականությունն է, այդպես է եղել պատմականորեն, ինչքան որ մենք կարողանում ենք հիշել մարդկության պատմությունը, դա այդպես է եղել։ Ուրիշ մշակույթի մենք հանդիպում ենք միայն արիացիների գաղափարախոսության մեջ։ Եվ անձամբ ինձ այդ գաղափարախոսությունը հենց այդ տեսանկյունից է հետաքրքրում։ Իհարկե, այդպիսի ինչ որ հույսեր չկա, որ հասարակությունը ընդհանրապես ինքը կընդունի արիացիների գաղափարախոսությունը, որովհետև հիմա աստվածամեժության դարաշրջան է, սա էգոիստների դարաշրջանն է, որոնք իրենք հիմնականում հանդիսանում են տգիտության կամ կրքերի գոյավիճակների ներկայացուցիչներ, եւ իրենք շահագրգռված չեն ոչ համընդհանուր երջանկության մեջ, ոչ համընդհանուր, ասենք, բարեկեցության մեջ, ամեն մեկը ինքը շահագրգռված է իր եւ իր մտերիմների, ուրեմն եւ երջանկության եւ բարեկեցության եւ այլնի մեջ։ Ուրեմն, սիրելիներս, մենք այստեղ պետք է կարողանանք տեսնենք, որ արիացիները իրենք լրիվ այլ պատկերացումներ ունեին, այլ սկզբունքներ ունեին, որոնք իրենք շատ խիստ հետևում էին այդ սկզբունքներին, եւ ես միշտ քննարկում եմ այդ հարցը, որ իրենք հատուկ մշակույթ ունեին ստանալ իրենց հասարակության մեջ այնպիսի հոգիների, որոնք բոլորը զբաղված էին հոգևոր զարգացմամբ, ոչ թե կրոնական աղանդավորությամբ, այլ հոգևոր զարգացմամբ։ Եվ արիացիների քաղաքակրթությունը դա հենց այդպիսի անձնավորությունների քաղաքակրթությունն էր։ Մեր ժամանակներում անցյալ դարում գերմանացիները իդեմս ուրեմն Հիտլերի թաթախեցին արիացիների անունախայտարակության մեջ եւ կարծում եմ, որ եթե մի քիչ անկեղծ լինենք, կարող ենք ենթադրել, որ այդտեղ կար որոշակի միտումնավորում, որովհետև դա միակ գաղափարախոսությունն է, որը առաջնորդներին առաջարկում է հոգատար լինել
նաև ազգաբնակչության մասին, ոչ միայն տնտեսական զարգացման տեսանկյունից, այլ և անձնական երջանկության։ Դե իհարկե, եթե մենք փորձ ենք կատարում լինել արդար, ապա մենք կարող ենք ասել, որ աստվածամեժության դարաշրջանում բոլոր խավերում ծնվում են կենդանեակներ, որոնց հիմքը հիմնականում դա էգոիզմն է, եւ դա նշանակում է, որ իրենք հիմնականում հենված են այդ գաղափարի վրա, որպեսզի երջանիկ կամ բարգավաճ լինեն միայն իրենք եւ նրանք, ում իրենք համարում են հարազատ։ Հարազատ մարդու համար կարող է լինել ինքը, իր ընտանիքի անդամները, իր բարեկամները, կամ իր քաղաքացիները, կամ իր ազգը։ Չէ՞։ Եվ մարդը ինքը կարող է իր ընտանիքի շահերը պահպանել ուրիշի ընտանիքին վնաս տալով։ Ինքը կարող է իր ազգի շահերը պաշտպանել ուրիշ ազգին վնաս տալով, չէ՞։ Եվ այդ պատրաստակամությունը ինքը իրականությունը դարձնում է ոչ միայն դաժան, այլ եւ դժբախտություններով լիքը։ Եվ մենք տեսնում ենք, որ այդ երջանկություն կոչվածը ինքը ոչ մեկին չի հետաքրքրում։ Հիմա նույնիսկ այս պահին մենք արդեն տեսնում ենք, որ ունենք մի քանի այսպես կետեր, չէ, որտեղ ավիրվում են մարդկանց տները, որտեղ սովորական մարդը հերթական անգամ վճարում է այսպես կոչված առաջնորդների շահերի բախման բաների եւ այդ բախումների համար, բայց դա ընդհանրապես ոչ մեկին չի հետաքրքրում։ Եվ ամենակարևորը մնում են գերշահերը։ Եվ իսկ արիացիները իրենք իհարկե այդ իմաստով նույնպես շատ հաջողակ էին, որովհետև անհաղթելի պետություն ունեին, հա, բայց եւ լուծում էին երջանկության խնդիրը։ Եվ մենք տեսնում ենք, որ արիացիների գաղափարախոսության հիմքում գտնվում է այդ գաղափարը, որ առանց առաքինության երջանկության հասնել հնարավոր չի։ Տեսեք, տգիտության գոյավիճակի ազդեցությամբ, այսինքն տգիտության գոյավիճակի ներկայացուցիչները, ոչ թե ազդեցության տակ գտնվողները, այլ այդ ներկայացուցիչները, իրենք ունեն մի պարզ համոզմունք, որ երջանկության, այսինքն նրանք բաժանվում են ուժեղների եւ թույլերի, ամբողջ աշխարհը բան են անում, էլի դիտարկում են ուժի տեսանկյունից, չէ՞, եւ գործում է մի օրենք, ով ուժեղ է, նա էլ ճիշտ է, եւ վերջ։ Եվ տգիտության գոյավիճակի ներկայացուցիչները, չէ՞, իրենք բացարձակ առանց ոչ մի խղճի խայտի կարող են անասելի բռնություններ գործադրել, որպեսզի հասնեն իրենց նպատակներին։ Կրքի գոյավիճակի ներկայացուցիչները, չէ՞, իրենք համարում են, որ այո, բոլորն էլ կարող են իրենց երջանկությունը դասավորել, բայց իրենք պիտի վայելեն առաջինը եւ ամենաշատը։ Մենք շատ ենք դա քննարկել, որ այստեղից անմիջապես պարզ է դառնում, չէ, որ այդ մթնոլորտը ինքը չի նպաստում նրան, որպեսզի ուրեմն հաստատվի երջանկություն։ Արիացիների համոզմունքը ինքը կայանում էր նրանում, որ կենդանեակները իրենք կարող են լինել երջանիկ միայն այն դեպքում, երբ որ ունեն առաքինություն, իսկ առաքինության հիմքում դրած են բարոյականության օրենքները, իսկ բարոյականության հիմքում դրված է հարգանքը մեկ-մեկու հանդեպ, հա, մեկ-մեկու ճիգերի, մեկ-մեկու արժանինքների հանդեպ։ Իսկ հարգանքը հնարավոր է միայն եւ միայն այն դեպքում, երբ կենդանեակը ինքը հակում ունի արդարության հանդեպ։ Եվ այստեղ խոսակցությունները բոլոր ավարտվում են։ Որ հասարակությունը ինքը հենված է առաքինության վրա, դա կարելի է ճանաչել մի գլխավոր սկզբունքով։ Եթե դա առաքինի անձնավորությունների հասարակություն է, այդպիսի հասարակության անդամները իրար հետ համագործակցում են։
Դա նշանակում է, որ իրանք ունեն ընդհանուր նպատակներ, ընդ որում այդ նպատակները բարոյական են, այսինքն իրենց մեջ չեն պարունակում ուրիշ կենդանի էակների տառապանքը։ Եվ մենք պետք է հասկանանք, որ հենց այդպիսի հասարակությունն է կոչվում իրական կրոնական հասարակություն, այսինքն ինչ է նշանակում իրական կրոնական հասարակություն։ Դա նշանակում է, որ դա մի հասարակություն է, որի պահվածքից գոհ է Գերագույն Աստծո անձնավորությունը։ Եվ երբ որ ինքը գոհ է, ինքը պաշտպանության տակ է վերցնում այդպիսի անձնավորություններին։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Եվ դրա համար երբ որ մենք տեսնում ենք, որ անձնավորությունները իրենք ունեն տգիտության եւ կրքերի գոյավիճակի բոլոր սովորությունները, այսինքն մսակերն օգտագործում են ինտոքսիկացիաներ, խմում, ծխում, չգիտեմ, թմրամիջոցներ օգտագործում եւ այլն, չէ՞, կարող են զբաղվել ազարտ խաղերով, կարող են բանանել, ասեք, կարող են ունենալ ազատ չղեկավարված սեռական կյանք, չէ՞, ապա այդպիսի անձնավորություններ իրենք գտնվում են տգիտության եւ կրքերի գոյավիճակի ազդեցության տակ։ Եվ այդպիսի անձնավորությունները ի վիճակի չեն համագործակցելու։ Եվ սա ինքնըստինքյան նշանակում է, որ դա ոչ այն մարդիկ են առանձին, ոչ էլ այն հասարակությունն է, որին Աստված որևիցե մի կերպ հովանավորելու է, որովհետև կրքերի եւ տգիտության գոյավիճակների ներկայացուցիչների հանդեպ Գերագույն Աստծո ազնվորություն, չէ, իրականում ինքը բոլորի հանդեպ դա ունի, ուղղակի կրքերի եւ տգիտության գոյավիճակների արդյունքները այդքան էլ լավը չեն լինում։ Եթե ազնվորությունը ինքը գտնվում է տգիտության գոյավիճակի ազդեցության տակ, այսինքն մսակերը եւ ինտոքսիկացիաներ է օգտագործում, չէ՞, ինքը արդեն իսկ ուրեմն ավիրող սկզբունք է, այսպես քայլող ավիրող սկզբունք է, որ ինքը որտեղ որ ինքը կա, այդտեղ ինչ որ բաներ անպայման ավիրվելու են։ Հասկանում եք, չէ՞։ Եվ տեսեք, ասենք, մյուս կողմից, չէ, նրանք ովքեր որ ասենք բան են, կրքերի գոյավիճակի ներկայացուցիչներ են, այդ կրքերի գոյավիճակը ինքը ունի իր գայթակղության կետը։ Այսինքն ինչի մասն է խոսքը։ Այստեղ խոսքը գնում է նրա մասին, որ կրքերի գոյավիճակի ազդեցության տակ անձնավորությունները իրենք կարող են լինել հաջողակ, իսկ կարող են լինել դժբախտ։ Եվ դա կախված է ճիքերի այն քանակությունից, որոնք իրենք կիրառում են, չէ՞։ Երբ որ կենդանիակը ինքը տեսնում է, որ ինչ-որ մեկը ուղղակի ճիքեր գործադրելով ինչ-որ բանի է հասնում, ինքը մտածում է, որ դե նյութական աշխարհի գլխավոր օրենքը դա է։ Բայց կրքերի գոյավիճակը ինքը ունի մի շատ կարևոր արդյունք, դա նա է, որ այսպես կամ այնպես վերջում, ամենավերջում կրքերի գոյավիճակի ազդեցության տակ անձնավորությունները միշտ ապրում են հիասթափություններ։ Հենց այն պահին, երբ որ իրանք մտածում են, որ իրենք իրականացրեցին իրենց ցանկությունը եւ լինելու են երջանիկ, եթե նույնիսկ այդ երջանկությունը տեղի է ունենում, ինքը չի լինում երկարատև։ Հիմա սիրելիներս, եւ մենք տեսնում ենք, որ արիացիների համոզմունքն է այն բանը, որ ուրեմն Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը պաշտպանում է միայն եւ միայն այն անձնավորություններին, որոնք իրենք ձգտում են դառնալ առաքինի եւ արդեն առաքինի են։ Մնացած բոլորը իրենք ստանում են իրենց գործողություններին համապատասխան արդյունքներ։ Այդպես չի կարող լինի, հասկանում եք, որպեսզի անձնավորությունը ինքը կատարի ավերիչ գործողություններ, լինի ավիրող, լինի բռնակալ, լինի դժբախտացնող եւ այլն, հա, եւ ինքը ստանա իմինը Աստծո պաշտպանությունը։ Մենք դրա մասին շատ ենք խոսել, որ այդպիսի անձնավորությունները իհարկե ունեն իրենց պաշտպանը, բայց այդ պաշտպանի անունը Աստված չի։
այդ պաշտպանի անունը, որոնք որոշներն ասում են սատանա, որոշներն ասում են շայթան, որոշներն ասում են, չգիտեմ, բան, կալի է, մյուսը չգիտեմ, ինչ է, մյուսը եսի ինչ, կարևոր չի ինչպես են կոչում։ Դա, ուրեմն, բայց դա Աստված չի բոլոր դեպքերում։ Հիմա, ծերիներս, չէ՞ ինչու եմ ես այս թեման կարևորում, որովհետև մենք ձեզ հետ մի ամբողջ գլուխ, եւ հիմա այդ թեման շարունակվում է, գործ ունենք մի ազնվորության հետ, որը ինքը ահռելի մասշտաբի բան ունի, задание, առաջադրանք ունի Գերագույն Աստծո ազնվորությունից, հա, այսինքն Գերագույն Աստծո ազնվորությունը վստահում է այդ ազնվորությանը երկրորդական արարչագործությունը։ Հոգեբանական տեսանկյունից մենք ձեզ հետ խոսեցինք դրա մասին, որ երկրորդական արարչի գաղափարը առաջ է քաշվում այդ ուրեմն այդ բանն է, պատճառը դա է, որ թե որ տարածքը, այսինքն նյութական աշխարհը, այստեղ ապրել ցանկացող կենդանեակների համար տրամադրում է Գերագույն Աստծո ազնվորությունը։ Բայց թե ինչպիսի կենդանեակներ այստեղ պիտի ապրեն, հա, եւ ինչպիսի բարմիններ նրանք պիտի ստանան, դա կենդանեակը որոշում է ինքը։ Այսինքն երկրորդական արարիչը դա ոչ Աստվածն է, ոչ էլ Աստծո մարմնավորումը։ Դա սովորական կենդանի էակ է, որը ինքը ահռելի բարեպաշտության պաշար ունի, ահռելի զարգացած բանականություն ունի, հա, եւ դրա համար իրեն վստահվում է այդ, եթե կարելի այսպես ասել, պաշտոնը։ Եվ մենք տեսանք այդ մշակույթը, թե ինչպես է ընդհանրապես տեղի ունենում, հա, երբ որ կենդանեակը ինքը Աստծո կողմից ինչ-որ մի հարցում հովանավորված անձնավորություն է։ Հասկանում եք։ Եվ տեսեք, սիրելիներս, ուրեմն ինչ մենք ունենք այդ դեպքում։ Այդ դեպքում մենք ունենք այսպիսի նկար. Տեր Բրահման ինքը երբ որ հայտնվեց, հիմա իր համար իրականությունը դա էր, որ գոյություն ունի տիեզերքը, հա, ինքը մի ահռելի լոտոսի ծաղիկի վրա նստած, ասվում է, որ այդ լոտոսի ծաղիկը ինքը հազարավոր թերթիկներ ունի, այսինքն ահռելի մեծության է, չէ՞, եւ երևի թե ձեզ հանդիպել են այդ ռոլիկները, որտեղ ցույց էին տալիս, որ յակոբը էլի մթոմ ուրեմն ամերիկացի գիտնականները իրենք համակարգչի մեջ մոդելավորել են մեր տիեզերքի այդ վերջնական տեսքը եւ ստացել են լոտոսի ծաղիկ։ Ну, բարձր գաղափարը որտեղից է վերցված եւ իրականում դա ինչ ծրագիր էր կամ ինչ էր, չէ՞։ Եվ ուրեմն, սիրելիներս, չէ, արիացիները իրենք այդպես են նկարագրում եւ հիմա Տեր Բրահման ինքը այդտեղ մենակ է, ինքը առաջի հերթին ինքը չի հասկանում, հա, չի հասկանում, թե ինքը ով է, թե որտեղից է ընդհանրապես հայտնվել եւ ինչով պիտի զբաղված լինի։ Չէ, եւ այստեղ մենք հասկանում ենք, որ արիացիները իրանք շատ ուժեղ առաջ են քաշում այդ գաղափարը, որ մարդը ինքը պետք է ունենա պատասխան այդ հարցին, հա, ոչ թե ինչ եմ ուզում ես անեմ, որովհետև բոլորն էլ ուզում են շատ մեծ բաներ անել, այլ ինչ եմ կարող ես անել, այսինքն ինչ է ինձ տրված, իմ ծննդյան տվյալների համապատասխան։ Հա, արիացիները իրենք համարում են, որ սա առաջի քայլն է խաղաղ հասարակություն ստեղծելու։ Առաջի քայլն է համագործակցության դաշտ ստեղծելու։ Հասկանում եք, որովհետև տեսեք օրինակ, չէ, ժամանակակից աշխարհում, չէ, երկու մոդել կա։ Մեկը դա բռնության մոդելն է, մյուսը դա դեմոկրատիան է։ Բռնության մոդելը հիմնականում կիրառում են, ինչքան էլ ուզում է դա տարօրինակ լինի, ուրեմն կրոնական ուղղություն ունեցող հասարակությունները, չէ, իսկ սա իրականում,
թողներեն իսկ կոպիտ խոսքի համար, բայց մարազմի հասնող իրականություն է, չէ, որովհետև իրականում հոգևոր տարածքը ինքը պետք է լինի, այսպես ասեմ, էլի, իրական ըստ էության, իրական դեմոկրատիայի դաշտը։ Հասկանում եք, չէ, որտեղ այդտեղ խոսքը գնում է համագործակցության մասին, արդարության մասին, բարիության մասին, չէ, խոսքը գնում է նրա մասին, որ եթե հասարակությունը ինքը իրական, կրոնական է, այդտեղ չեն կարող լինել աղքատ ազնվորություններ, չեն կարող լինել դժբախտ հասարակություն, բնակիչներ, հասկանում եք, եւ մենք տեսնում ենք, որ այո, կան պետություններ, որոնք հիմա խիստ կրոնական ուղղություն ունեն եւ ասենք ունեն այդպիսի արդյունք, որ հասնում են նրան, որ իրենց ազգային ռեսուրսները օգտագործում են, որպեսզի բարեկեցիկ լինեն իրենց բոլոր քաղաքացիները, բայց երջանկության հարցը միևնույնն է լուծված չի, որտեղ շատ է բռնությունը, չէ՞։ Եվ տեսեք հիմա սիրելիներս, ուրեմն այս տեսանկյունից, չէ, մենք տեսանք, որ արիացիները իրենք համարում են, որ ազնվորությունը, երբ որ ինքը ծնվում է, ինքը ծնվեց, այն պայմանները, որում ինքը ծնվում է, որը իրան, այսպես ասած, ի վերուստ տրված է, դա արդեն մատնանշում է իր ճակատագիրը, հա, այն դաշտը, որ իրեն տրված է գործելու համար։ Հասկանում եք, եւ տեսեք, այն մոդելները, որը մենք հիմա ունենք եւ կիրառում ենք, չէ, դա մի կողմից կրոնական բռնության դաշտերն են, մյուս կողմից մրցակցության։ Եվ մենք մեծ առաջադիմություն ենք համարում, եթե մարդուն իրավունք է տրվում իր համաձայն իր տաղանդների մրցակցել եւ ինչ որ տեղ զբաղացնել հասարակության մեջ։ Չէ, տեսեք, երբ որ մարդիկ իրենք մրցակցում են, մրցակցությունը ինքը գտնում է միայն ունակությունների մեջ։ Հասկանում եք, այդ պարագայում թե ինքը անձնավորությունը, ինչպիսի անձնավորություն է, ոչ մեկին չի հետաքրքրում։ Եվ այդ ժամանակ, ասենք, կարևոր դիրքեր են զբաղեցնում վատ բնավորությունից սկսված մինչև բացահայտ արատավոր բնավորություն ունեցող հոգիները։ Համաձայն եք ինձ հետ։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Եվ սա ինքը շատ կարևոր կետ է, եւ մենք տեսնում ենք, որ Տեր Բրահման ինքը երբ որ ծնվեց, ինքը դեռ չէր հասկանում։ Բայց որովհետեւ ինքը բանականության մարմնավորումներ, չէ՞, ինքը խորասուզվեց, ուրեմն փորձեց ասեք, հետազոտությունների միջոցով հասկանալ, թե ինքը ով է, որտեղից է հայտնվել եւ ինչ պիտի անի։ Հասկանում եք։ Այսինքն, տեսեք, ինքը հասկանում էր, որ ինքը հայտնվել է այլ լոտոսի ծաղիկի վրա։ Ինչպես օրինակ, մենք գիտենք, թե մենք որտեղից ենք ծնվել։ Մենք իրազեկված ենք, չէ՞։ Թե մենք ասենք ինչպես ենք ծնվել, որտեղից ենք ծնվել, բայց միևնույնն է, ներքին հասկացողության տեսանկյունից այդ ընկալումը չկա, թե մենք ով ենք, որտեղից ենք ծնվել իրականում եւ ամենակարևորը, ինչի համար։ Տեր Բրահման ինքը գնաց ուսումնասիրությունների, ուրեմն ճանապարհով, մենք այն ժամանակ դա քննարկեցինք, որ որպես բանականության մարմնավորում ինքը կարողացավ հասնի ամենախորքը միջև այդ լոտոսի մտավ լոտոսի ցողունի մեջով, իջավ միջև այն կոպիտ ասած հասավ Աստծո պորտը, որտեղ այդտեղից էր չէ լոտոսը աճում։ Եվ տեսանք, որ դա բարեկեցության կենտրոնն է, էլի, եւ կամքի։ Հա, եւ ուրեմն տեսանք, որ Տեր Բրահման ինքը այդպես էլ չկարողացավ այդ սահմանը անցնի, որպեսզի ինքը հասկանա, թե ինքը որտեղից է առաջացել։ Այսինքն, ոչ թե միայն մահն է մեր համար գաղտնիք։ Իրականում, ինչքան էլ ուզում եմ մենք իրազեկված լինենք, այն որ մենք կանք, հա, այդ գաղտնիքը ինքը մնում է փակ կենդանի էակի համար։ Դու ունես ուղղակի փաստ, որ դու հիմա կաս եւ գալու է ինչ-որ մի պահ,
երբ որ դու վերանալու ես։ Եվ այն եւ այս իրականությունը ինքը կոպիտ ասած չի քննարկվում։ Դա ուղղակի այդպես է եւ վերջ։ Հասկանում եք, սիրելիներս։ Եվ ուրեմն, այստեղ արդեն մենք կարողանում ենք տեսնել, որ Տեր Բրահման այդտեղ իրեն գերագույն Աստծո անձնավորությունը որպես օգնություն մենք այսինքն ստացանք միայն այն կենդանի էակները, որոնք իրապես հետաքրքրվում են իրենց գոյության իմաստով, կարողանում են ստանալ աստվածային բացատրություն, այսինքն բացատրություն, որը տալիս է գերագույն Աստծո անձնավորությունը։ Ես շատ եմ խոսում նրա մասին, որ իրականում, եթե մենք ուշադիր ենք լինում, մենք տեսնում ենք, որ գերագույն Աստծո անձնավորությունը ինքը իմինը մարդկանց համար, որովհետև մենք ենք ամենաբանական էակները մեր մոլորակի վրա, շատ մեծ քանակությամբ հուշումներ է թողել։ Եվ դա աստղագիտությունից մինչև խիրամանտյան, ուրեմն գիտություններ են, որոնց միջոցով մենք գերագույն Աստծո անձնավորությունից հուշումներ ենք ստանում մեր անցյալ կյանքերի, մեր նախասահմանման, ներկա ճակատագրի եւ այլի վերաբերյալ։ Ընդ որում, ես փորձ եմ կատարել, բացատրել, որ երբ որ խոսքը գնում է մարդու ճակատագրի մասին, մենք տեսնում ենք, որ մարդիկ սովորաբար բաժանվում են երկու ծայրահեղության, ոմանք ասում են, որ ճակատագիր չկա, կա միայն մարդու սեփական ընտրությունը, մյուսներն էլ ասում են, որ ոչ, կա միայն ճակատագիրը եւ ոչ մեկ չի կարող ճակատագիրը վերանցնել։ Ես միշտ ոսկե միջինի աջակցողն եմ եւ իրականությունը ինքը այդպեսին է, որ ամեն անձնավորության կյանքում կան կետեր, որոնք իրենք իհարկե ճակատագրով պարտադրված են, եւ կան կետեր, որտեղ անձնավորությունը ինքը ունի ընտրություն։ Եվ մարդու մարմինը, արդեն ինքը մարմինը, այն, որ մենք չենք ծնվել ворդ, այլ ծնվել ենք մարդ, այդ մարդկային կյանքում ծնվել ենք կին կամ տղամարդ, ծնվել ենք որոշակի դարաշրջանում, որոշակի հասարակության մեջ, այդ հասարակության մեջ որոշակի շերտում, համաձայնեք, որ այս ամեն ինչը մեզ նախապես տրված է, եւ դա կոչվում է ճակատագիր։ Հիմա, բայց երբ որ մենք նայում ենք, մենք տեսնում ենք, որ կան մարդիկ, որոնք իրենք այդ տեղը պայմանը ժամանակը ընդհանրապես ի վիճակի չեն խախտեն, այսինքն իրենց տրված չի, նույնիսկ տեղը փոխել։ Դա նշանակում է իրանք չունեն այն պաշարը, որը իրենց թույլ կտար, որպեսզի իրանք որոշակի հարցերում լինեին ազատ, այսինքն ունենային ընտրություն։ Իրենք շատ այսպես խիստ ճակատագրի ազդեցության տակ են եւ միշտ այդ ճակատագրի բանը ինքը արտահայտվում է նրանով, որ կենդանիակը ինքը չի ունենում ընտրություն։ Հասկանում եք։ Հիմա, երբ որ խոսքը գնում է արդեն այն ազնվորությունների մասին, որոնք իրենք անցյալ կյանքերում ունեն բարեպաշտության պաշար, ապա եթե իրանց ծնունդը նույնիսկ ոչ բարենպաստ է, իրանք անպայման իրանց հետ կամ յուրահատուկ բաներ են կատարվում, որոնց շնորհիվ իրենք հաղթահարում են իրենց այդ ծնված պահի տվյալները, չէ՞, կամ ուրեմն ընտրության ազատություն են ունենում եւ սեփական ճիգեր են գործադրում։ Այսինքն, տեսեք օրինակ, ասենք մարդը ինքը կարող է ծնված լինի շատ աղքատ ընտանիքում, շատ աղքատ պետության մեջ։ Եվ ինչ-որ մի ժամանակ ապրի այդ պայմաններում ընդհանրապես հույս չունենալով, որ իր կյանքը երբևիցե կփոխվի։ Եվ հենց այդ պահին, չէ, մեկ էլ հանկարծ պատկերավոր ասած կարող է իր դուռը թակեն, եւ իր առաջ կանգնած լինի ինչ-որ մի advocat կամ նոտարիուս, չէ, որը ուրեմն կհայտնի իրեն, որ, չգիտեմ, ինչ-որ մի հեռավոր երկրում
ինքը պարզվում է, ունի մի շատ կայացած բարեկամ, որը չուներ ընտանիք, չուներ երեխաներ եւ իր ամբողջ ժառանգությունը հիմա անցնում է այդ անձնավորությանը։ Չէ՞, տեսեք, այսա նշանակում է, գործ ունենք կենթանի էակի հետ, որը ինքը իր կյանքի սկզբնական շրջանում արժանացել էր վատ պայմանների։ Բայց ինչ որ մի բարեպաշտության բան ուներ, զապաս ուներ, որտեղ ինչ որ մի պահից այդ պիտի կտրվեր ու ինքը պիտի հակառակը, շատ օրինակ հարստանար։ Եվ ինքը, սա շատ կարևոր է, ինքը ոչ մի ճիգեր չի գործադրում, հարստությունը ինքն է գալիս դեպի իրան։ Հասկանում եք, եւ սա նշանակում է, որ ինքը այդ հարուստ դառնալը նույնպես իր ճակատագրի մի մասն էր, եւ դա ոչ մեկ չէր կարող փոխել։ Հասկանում եք հիմա։ Եվ հակառակը, ազնվորությունը ինքը ծնվել է այդպիսի վայրում, հա, այդպիսի վատ պայմաններում, բայց ամբիցիոզ է, հա, եւ ինքը սկսում է ճիգեր գործադրել, որ հաղթահարի իրավիճակը եւ բարելավի իր պայմանները։ Չէ՞, հասկանում եք։ Եվ այդ օրինակ ասեք, երբ որ դա այսպես էլի, որ այդ միաժամանակ ժամանակի մեջ այդպիսի հոգիներ են ծնվում, չէ՞, դա լինում են այն դարաշրջանները, երբ որ լինում են հեղափոխություններ։ Որտեղ դա ճիգեր գործադրելու ընթացքն է։ Հասկանում եք, սիրելիներս, այսինքն սովորաբար մարդը ինքը այդպես է, կամ ինքը վատ ճակատագրից անցնում է լավ ճակատագրի եւ դա նույնպես իր ճակատագիրն էր, իսկ եթե ինքը ճիգերով է փոխում ինչ-որ մի բան, դա միշտ նշանակում է, որ ինքը ուներ ընտրության ազատություն եւ կարող էր ճիգեր գործադրել եւ իրավիճակը փոխել։ Եվ ոչ կարող էր այդպես գնար ինքնահոսի մատնվեր եւ հենց իր այդ ճակատագրի մեջ էլ ապրեր։ Հասկանում եք։ Հիմա սիրելիներս, չէ, եւ ուրեմն մենք տեսանք, որ այդ առաջի հերթին այդ խնդիրը քննարկվեց։ Երբ որ Բրահման ինքը անկեղծ էր այդ հարցը ուսումնասիրում, Գերագույն Աստծո անձնավորությունը նրան ընդառաջ գնաց, այստեղ կանգնեցինք, շարվեցի։ Նրան ընդառաջ գնաց եւ ինֆորմացիա տվեց, այսինքն ինչ ասեց, գնա նստի մտածի, տապո, գնա նստի խորասուզվի ինքդ քո մեջ։ Տեր-Բրահման հենց այդպես էլ արեց, ինքը դադարեց արտաքին ուսումնասիրությունները, գնաց նստեց եւ խորասուզվեց ինքը իր մեջ։ Խորասուզվեց ինքը իր մեջ եւ հանդիպեց Աստծուն։ Չէ՞, այսինքն մենք տեսնում ենք, որ արիացիները իրենք պնդում են այդ process-ի մեջ։ Հասկանում եք, որ արիական քաղաքակրթության մեջ մեծ քանակությամբ ազնվորություններ, որոնք իրենք գնում էին բնություն, թողնում էին հասարակությունը, հրաժարում էին ընդունում, գնում էին բնության մեջ եւ մեդիտացիաների մեջ էին մտնում։ Եվ ես այստեղ ամեն անգամ ասում եմ, որ ես խիստ վիրավորվում եմ, թե ինչպես է ընդհանրապես օգտագործվում մեդիտացիա գաղափարը մեր ժամանակներում, հա, եւ երբ որ իրանք լուրջ մեդիտացիաների մեջ են մտնում, իրանք վերջում հանդիպում էին Աստծուն։ Եվ այդ հանդիպման մեջ Տեր-Բրահման ինքը պարզեց իր նախասահմանումը։ Հիմա տեսեք, Տեր-Բրահմայի նախասահմանումը ահռելի մեծ էր։ Չէ՞, եւ որպիսի ինքը ակնհայտորեն, այսպես էլի, ակնհայտորեն զգա, ակնհայտորեն ունենա կապը Գերագույն Աստծո անձնավորության հետ, իր նախասահմանման համար սա ահավոր կարևոր էր։ Համաձայն եք, որովհետև ինքը պիտի կենթանի էակներ արարեր, ինքը պիտի նյութական աշխարհը լցներ կենթանի էակներով։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Եվ հիմա տեսեք ուրեմն, այս իմաստով մենք կարողանում ենք հասկանալ, որ Տեր-Բրահման ինքը հանդիպեց Գերագույն Աստծո անձնավորությանը, չէ՞, եւ մենք տեսանք, որ ինքը առաջին հերթին հիմա այն ազնվորությունը, որը ինքը ինչ-որ մի նախասահմանում ունի, հա, ինքը իրականում նաև պիտի պատասխանատվության զգացում ունենա։ Եթե ազնվորությունը ինքը նախասահմանումը օգտագործում է
պարտության և փառասիրության համար, դա նշանակում է, որ իրականում ինքը շեղվել է իր նախասահմանումից, հասկանում եք, և Գերագույն Աստծո անձնավորությունը, ոնց ասեմ, այդտեղ կարող է իրանից կոպիտ ասած երես թեքել։ Բայց Տեր Բրահման ինքը, երբ որ գիտակցեց իր նախասահմանման մասշտաբը, թե ինքը ինչ պիտի անի, չէ՞, ինքը անմիջապես մտավ այդ պատասխանատվության զգացումի մեջ, եւ որովհետեւ ինքը բանականության մարմնավորումն էր, ինքը շատ արագ կարողացավ գնահատել վտանգը։ Այսինքն ինքը անմիջապես հասկացավ, որ ահավոր վտանգի առաջ է կանգնած, որովհետև այն, որ ինքը պիտի արարի նյութական աշխարհում, դա կարող է շատ մեծ գոռոզության հիմք դառնալ։ Տեսեք, եւ ինքը դիմեց Գերագույն Աստծո անձնավորությանը այդ խնդրանքով, որ խնդրում եմ, երբ որ ես արդեն սկսեցի իմ նախասահմանումը կատարել, ինձ պաշտպանի գոռոզությունից, որ ես հանկարծ չմտածեմ, որ հենց ես եմ, որ արարիչն եմ, որ ես միշտ հիշեմ, որ այդ հզորությունը կամ այդ շնորհքը ես քեզանից եմ ստացել, եւ դա ինձ միշտ պահի խոնարհ վիճակում։ Սա էր հոգեբանությունը իրական նախասահմանում ունեցող անձնավորությունների։ Երբ որ անձնավորությունները իրանք դեմոնստրացիա են անում, որ Աստված իրանց ինչ-որ բան է ասել, եւ հիմա իրանք դա պիտի կատարեն, չգիտեմ ինչ բան, ու դա այսպես էլի իրանց բարձրությունը ապացուցելու համար են օգտագործում, մենք միանգամից պիտի հասկանանք, որ այդ անձնավորությունները իրականում աստվածային հոգեբանություն չունեն, հասկանում եք, եւ դա նշանակում է, որ իրենց եւ Աստծո միջև իրականում կապ չկա։ Այո, իրենց ինչ-որ բան վստահված էր։ Մենք պիտի իմանանք, որ եթե վստահված էր, հենց որ գոռոզության դաշտ մտավ մարդը, չէ, հենց որ ինքը մտավ գոռոզության դաշտ, Գերագույն Աստծո անձնավորությունը հետ է քաշվում։ Եվ վերջ։ Եվ անձնավորությունը ինքը մնում է այդպես տկլոր օդի մեջ կախված իրականում։ Եվ ինքը, հասկանում եք, գոռոզության եւ փառամոլության ամենամեծ վտանգը կայանում է նրանում, որ անձնավորությունը ինքը կտրվում է իրականությունից։ Եվ Տեր Բրահման ինքը հենց դրա մասին խնդրեց։ Գերագույն Աստծո անձնավորությունը, ինչպես տեսանք, բառացի իրեն չասեց, որ ես խոսք եմ տալիս քեզ, որ կպաշտպանեմ։ Ինքը հակառակ, ինքը մի ուրիշ բան ասեց։ Ինքը, եթե մենք այսպես էլի իմաստի տեսանկյունից ասենք, ինքը փաստացի ասեց այսպես, որ իրականում ես ասխալական եմ, եւ եթե ես քեզ արդեն օժտել եմ այդ ունակությունից, դա նշանակում է, որ ես քաչ գիտակցում եմ, որ դու հենց այն աստավորությունն ես, որը կարող ես այդ գործը առանց հպարտության անել։ Բայց իմացի, որ եթե հանկարծ, այո, դու ճիշտ ես ասում, նյութական աշխարհը ինքը շատ ուժեղ է եւ ինքը կարող է քեզ քաշել դեպի ներքև, եւ եթե իսկ գոռոզությունը եւ փառասիտությունը դա դեպի ներքև տանող բաներ են, չէ՞, եւ ինքը ասեց, այո, եթե դու հանկարծ զգացի, որ կարող է տրվես այդ զգացումներին, ես միջոցներ կգտնեմ քեզ կանգնեցնելու համար, հասկանում եք, չէ՞։ Եվ այդ զրույցը տեղի ունեցավ, Տեր Բրահման աղոթելուց իր կարծիքը հայտնեց նյութական աշխարհի վերաբերյալ, Գերագույն Աստծո անձնավորությունը իր կարծիքը հայտնեց, մենք մանրամասն դիտարկեցինք, հիմա նորից այդտեղ չխորասուզվենք, եւ Գերագույն Աստծո անձնավորությունը իր ցուցումները տալուց հետո անհետացավ։ Երբ որ ինքը անհետացավ, ուրեմն Վիդուրան ինքը Մայտրեային հարցեր տվեց, որը մենք այսօր ձեզ հետ կարդացինք։ Առաջի տեքստում ինքը ասեց. հիմա խնդրում եմ ասա ինձ, թե Գերագույն Աստծո անձնավորության հեռանալուց հետո Տեր Բրահման ինքը իր մարմնից եւ իր մտքից ինչպես արարեց կենդանի էակներ։
ինքը այս հարցը, ինքը հարցի ձևը, ինքը շատ հետաքրքիր հարց է։ Ինչու՞։ Տեսեք, ինքը ինչ է ասում հիմա։ Բրահման ինքը մենակ է, այս պահին ինքը մենակ է։ Ինքը չունի ոչ կին, ոչ էլ Աստված է, որ ունենա էներգիաներ։ Ինքը սովորական կենդանի էակ է, որին վստահված է արարչագործությունը։ Միակ բանը, որ ինքը ունի, դա իր մարմինն է եւ իր կոպիտ եւ նուրբ մարմինն է։ Չէ՞։ Եվ տեսեք, Վիդուրան ինքը այդ հանգամանքի վրա հիմա կենտրոնացավ, որ Բրահման հիմա մենակ է։ Այսինքն դա ինչ է նշանակում, որ ինքը իր մարմնի մեջ պարունակում էր համ տղամարդու, համ կանացի սկզբունք, ինքը ինչպես պիտի արարեր կենդանիակներին իր մարմնի միջոցով, հա։ Հիմա Վիդուրան ինքը գիտի երկրորդ բանը, որ կա նաև միստիկական ուժեր, որը կենդանիակը ինքը կարող է զարգացնի, եւ միստիկական ուժերը իրանք կախված են հենց մտքից, հա, որովհետեւ միստիկական ուժերի կենդանիակը ինքը յոգայի համակարգում հասնում էր հենց մեդիտացիոն յոգայի շնորհիվ, չէ՞։ Այսինքն մեդիտացիոն յոգան ինքը կենդանիակին բացում էր երրորդ աչքը, տալիս էր միստիկական ուժեր, հա, եւ այնտեղ ազնվորությունը ինքը կարող էր արարել։ Հիշում եք, մենք ասեցինք, չէ՞, որ 7 տեսակի միստիկական ուժերի էին հասնում յոգերը, եւ դրանց մեջ մտնում էր, որ իրենք ուղակի իրենց, որ պրոստը ուզենային, երկնքում տիեզերքում մոլորակ հայտնվեր։ Հասկանում եք։ Եվ հիմա դրա համար ինքը ասում է, ինքը մենակ է։ Այսինքն իր մարմինը ինչպիսի կառուցվածք ունի, որ ինքը կարողացել է արարի։ Ինչպես էր ինքը արարում, կարելի է իմանալ։ Հասկանում եք, չէ՞։ Եվ սա իրականում այսպես էլի բան հարց չի, այնպես օդի հարց չի, սա շատ լուրջ հարց է։ Եվ մենք տեսնում ենք, որ Վիդուրան ինքը անմիջապես այսպես կենտրոնացավ այդ հարցի վրա, չէ՞։ Հաջորդ հարցը, որ ինքը տվեց, դա կայանում է նրանում, որ բանը քեզ ամեն ինչ հայտնի է, ուստի խնդրում եմ ցրիր իմ կասկածները եւ պատասխանիր տվածս հարցերին, հա, այդ ինչպես ինքը իր մարմնից եւ մտքից ինչպես է արարել։ Հիմա այստեղ ուրեմն խոսակցությունը ինքս է դուբլ է, չէ, որտեվ իրականում Սրիմադ Բհագավատամը այս պահին Սուտա Գոսվամին պատմում է շարունակային եւ ինքը հիմա պատմում է, թե ինչ խոսակցություն է տեղի ունեցել Վիդուրայի եւ Մայտրեյայի միջև, չէ՞։ Դրա համար հիմա Վյասադևան ինքը վերադառնում է Սուտա Գոսվամիին։ Սուտա Գոսվամին ասում է շարունակամունին։ Վիդուրայի խոսքերը լսելով, հա, մեծ իմաստուն Մայտրեյան արտասովոր ոգեշնչում ապրեց։ Ամբողջ գիտելիքը պահված էր նրա սրտում եւ ուստի Վիդուրայի հարցերին նա սկսեց հերթով պատասխանել։ Ինչպես տեսնում եք, մենք երկրորդ անգամ ենք, երկրորդ թե երրորդ անգամ ենք բանանում հանդիպում այդ երևույթին, չէ՞, որ երբ որ իմացողը ինքը այնպիսի հարց է ստանում, որը իրան կստիպի, որ ինքը այսպես էլի բացի թեման, հա, ինքը մեծ ոգեշնչում է ապրում։ Բհագավատամի 10-րդ երգում, երբ որ նկարագրվում է Տեր Կրիշնայի երկնային մոր վիճակը, երբ որ ինքը հղի էր Կրիշնայով, այնտեղ մի շատ գեղեցիկ տեքստ կա։ Տեքստը ինքը ասում է այսպես, որ Դևակին ինքը փայլում էր, ամբողջ մարմնից իրա փայլ էր դուրս գալիս եւ ասենք իր աչքերը լցված էին երջանկությամբ եւ երանությամբ, որովհետեւ ինքը իր մեջ կրում էր Աստծուն։
Ընդ որում, ինչպես եւ հարկն է, Աստծո այդ հայտնությունը դեպքի արքանդի մեջ ինքը նկարագրվում է այնպես, որ դա սովորական սեռական հարաբերության արդյունք չէր, հա? Այդտեղ նկարագրվում է, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը մտավ Վասուդևայի միտքը։ Իմաստի տեսանկյունից մենք սա քննարկել ենք, Վասուդևան ինքը հոգևոր ուսուցչի մարմնավորումն է, իսկ Դևակին ինքը բանի մարմնավորումն է, ասենք աշակերտի մարմնավորումն է, կենդանի էակի, եւ ասվում է, որ իրենք ամուսնանում են տրանսցենդենտալ գիտելքը, հոգևոր ուսուցիչը եւ աշակերտը միանում են տրանսցենդենտալ գիտելիքի դաշտում։ Մաթուրայում, որը ինքը տրանսցենդենտալ գիտելիքն է համարվում։ Եվ տեսեք, ասենք, չէ՞, սիրելիներս, այստեղ հիմա ասվում է, Գերագույն Աստծո աստվածային գիտակցությունը մտնում է սկզբից հոգևոր ուսուցչի գիտակցություն, հետո հոգևոր ուսուցչի մտքից ինքը դուրս եկավ եւ մտավ Դևակի միտքը։ Հա? Եվ հետո, այսինքն հոգևոր ուսուցիչը գիտելիքը տեղափոխում է մտքից միտք։ Հետո ինքը իջավ Դևակի սիրտը։ Այսինքն սկզբից հասկացա, հետո սիրեցի։ Հա? Եվ այո, որ հասկացա եւ սիրեցի, գիտակցությունս լցվեց Աստծով։ Եվ այդպես Դևակին ինքը հղիացավ։ Եվ նույն կերպել ինքը դուրս է գալիս ամիջապես փորից, ոչ թե սովորական մարդու նման։ Եվ տեսեք օրինակ, չէ՞, այդտեղ նկարագրվում է, որ Դևակին ինքը փայլում էր, հա, որովհետև կրում էր Գերագույն Աստծո անձնավորությանը։ Եվ Շուկադևը Գոսվամին ինքը մի փոքրիկ նրբություն կասի։ Ինքը կասի, բայց ինքը մի քիչ տխուր էր, որովհետև չէր կարողանում այդ գաղտնիքը բացել բոլորին։ Հասկանում եք։ Եվ սա աստվածային գիտելիքը բաժանելու ցանկության մասին է խոսքը։ Եվ այստեղ շատ կարևոր խոսակցություն կա, որովհետև կա իրական կրոնականության դաշտը եւ կա աղանդը։ Կրոնական աղանդ է համարվում ցանկացած այն հոգևոր գաղափարախոսությունը, որը սահմանափակում է կենդանի էակին իր սահմաններով։ Այդ միայն ես, միայն մենք, միայն հենց բառերը հնչեցին, ըստ արիացիների դրանք ուրեմն աղանդ են։ Հիմա, սիրելիներս, եւ տեսեք, այստեղ մի հատ շատ կարևոր թեմա է առաջ գալիս, չէ՞։ Կան իրական հոգևոր մարդիկ, որոնք իրենք ուսումնասիրում են Գերագույն Աստծո անձնավորության մասին գիտելիքը։ Այդ գիտելիքի շնորհիվ մաքրվում է նրանց սիրտը։ Ինչ է նշանակում մաքրվում է նրանց սիրտը։ Դա նշանակում է, որ անձնավորությունը ինքը մաքրվում է Աստծո հանդեպ մեղադրանքներից, Աստծո հանդեպ այդ նեղվածությունից, աբիդե, հա, հայերեն չգիտեմ ասեմ։ Հասկանում եք, չէ՞։ Ճիշտ է հասկանում Աստծուն, փափկում է Աստծո հանդեպ, սկսում է հասկանալ Աստծո բնավորությունը, սկսում է հասկանալ, ոչ թե հավատալ, այլ հասկանալ իր արդարությունը, իր ճշմարտությունը, իր ողորմածությունը, հասկանում եք, այդ ամեն ինչը սկսում է ճիշտ գնահատել։ Եվ երբ որ այդ ամեն ինչը ճիշտ գնահատվում է, կենդանեակը ինքը կապվածություն է զարգացնում Գերագույն Աստծո անձնավորության հանդեպ, որովհետև սկսում է ընկալել, թե ինչ գեղեցիկ բնավորության Տեր է Աստված։ Հասկանում եք։ Հիմա եւ կա կրոնական աղանդավորը։ Կա կրոնական աղանդավորը, որը ինքը գովերքում է աղանդի այն բանին լիդեր առաջնորդին, հա, որը այդ աղանդում ընդունված է որպես գաղափարախոսության հիմք։
Եվ երբ որ ինքն է խոսում այդ ազնվորության մասին, ինքը իրականում ծառայում է աղանդի ազդեցությունը մեծացնելու գործին։ Հասկանում եք։ Հա, օրինակ տեսեք, Մաքսիմիլիանո Թակուրը ինքը ասում է իրական կրոնականը, երբ ինքը անցնում է ուրիշ կրոնականության ներկայացուցիչների կողքով, ինքը մտածում է այստեղ խոնարհվում են նույն Աստծուն, որին սիրում եմ ես։ Ուղղակի դա անում են իմ համար ոչ սովորական ձևով, ոչ ընտելած, որ ես ընտելացած չեմ այս ձևի խոնարհման։ Հասկանում եք, չէ՞։ Երբ որ անձնավորությունները իրենք համարում են միայն իրենց աղանդը, իրական կրոնական, եւ մնացած ուրիշներին, որոնք նույնպես խոնարհվում են Աստծուն, փորձում են հետևել պատվիրաններին, հասկանում եք, վերաբերվում են կներեք մեկ շատ ավելի վատ, քան իրենց շներին, այսա աղանդավորության գիտակցությունն է։ Եվ իրականում այդ process-ից ոչ մեկ երջանկություն չի զգում։ Իրանք հենց քարոզողները, իրանք երջանիկ չեն։ Հասկանում եք։ Երբ որ մարդը ինքը իրական հոգևոր գիտակցություն ունի, որ աղանդներից դուրս է, ինքը ճանաչում է Աստծուն որպես իրապես բարի, որպես ողորմած, որպես փափուկ, որպես արդար, որպես ճշմարտացի, որպես խոսքի տեր, հասկանում եք, չէ՞։ Եվ այդ բոլոր այդ բնավորությունները, որը ինքը արդեն ճանաչում է իր պրակտիկայի ընթացքում, ինչպես է արտահայտվում Աստված իր կյանքում, իմենա Աստված, ոչ թե մարդիկ։ Հասկանում եք, որովհետև իրական հոգևոր ճանապարհում գերագույն Աստծո ազնվորությունը ինքը միշտ արտահայտվում է իր գեղեցիկ բնավորությամբ, հա։ Եվ իհարկե, այո, Աստվածամերժերը երբ զգում են այդպիսի հոգևոր մարդու կամ տեսնում են, այսպես ասեմ, այդպիսի հոգևոր մարդու աչքերի մեջ այն երջանկությունը, որը ինքը ունի, իրենք սկսում են այլանդակ քայլեր անել այդ ազնվորության հանդեպ, որպեսզի իր երջանկությունը կոտրեն։ Այո, իհարկե, հոգևոր մարդը ինքը նույնպես միս արյունից է, եւ ինքը զգում է եւ ցավ, եւ տառապանք, եւ դժբախտություն, բայց ինքը երբեք չի խառնում, որ այդ բոլոր դժբախտությունները, տառապանքը, ցավը իրան տվեցին վատ բնություն ունեցող կենդանի էակները, այլ ոչ Աստված։ Հասկանում եք, չէ՞։ Եվ իրանք հատուկ հաճույք են ստանում այդ գեղեցիկ Աստծուն, այդ լավ բնավորություն ունեցող Աստծո մասին ուրիշներին պատմելու։ Հասկանում եք։ Իսկ երբ որ ազնվորությունը ինքը աղանդի շահերն է սպասարկում, չէ՞, այդտեղ ինչ է տեղի ունենում։ Ինքը ուղղակի անում է այն, ինչ որ ուզում են իր աղանդի առաջնորդները։ Ինքը տարածում է այդ գիտելիքը, որ աղանդի քանակությունը, աղանդի ազդեցությունը մեծանա, հա, եւ այդտեղ ի՞նչն է, եւ իրանք էլ ակնկալում են, որ ինչքան ավելի շատ մարդ կբերեն, այդքան իրենց ղեկավարը իրենց, այսպես տնավարի ասեմ էլի, լավ աչքով կնայի։ Այդտեղ ոչ մի հոգևոր բան չկա։ Իսկ երբ որ հոգևոր բան չկա, ազնվորության, պատկերավոր ասեմ, ազնվորության աչքերի մեջ էլ երբեք չի կարող լինի այն երջանկությունը, որի մասին Շուկադևը Գոսվամին խոսում էր, երբ որ խոսում էր Դևակիի մասին։ Հասկանում եք։ Հիմա Մայտրեյը, տեսեք, այստեղ Վեսադևան ինքը ինչ է ասում, չէ՞, ինքը ասում է Շուկադևը Գոսվամին ասում է, հիմա պատմում է Պարիկշիտին, չէ՞։ Ուրեմն ինքը ինչ է ասում։ Ինքը ասում է, երբ որ Վիդուրան հարցեր տվեց Մայտրեյային, այն ամբողջ գիտելիքը, ինչի շուրջ որ ինքը այդ հարցերը տվեց, այդ գիտելիքը ապրում էր Մայտրեյայի սրտում։
Հասկանում եք։ Չէ, ինքը ապրում էր Մայտրեյայի սրտում, եւ սա յուրահատուկ գաղտնիք է, հասկանում եք, որ իրական հոգևոր մարդուն պիտի հարց տվող լինի, որ ինքը խոսա, կամ ինքը, գիտեք ոնց էլի, կամ ինքը նախապես այնպիսի տեղ է ուղարկված, հատկապես մեր տարաշրջանում, չէ, որ իր համար նախորոք պարզ է, որ ինքը գնում է միտեղ, որտեղ հարց տվող չի լինելու, եւ ինքը լինելու է առաջի խոսացողը, այդ առաջի խոսալուց հետո իր հանդեպ կարող է հարցեր առաջանան եւ իրեն հարցեր տան, չէ, օրինակ այդպիսինն էր, օրինակ Պրաբհուպադի դիրքը, չէ, օրինակ Հիսուսի դիրքը, օրինակ Մուհամմեդի դիրքը, հասկանում եք, այդպես չէ, որ ասենք ինչ որ արաբները կամ չգիտեմ տյուրքերը իրանք նստած երազում էին, ասում են, այ մի հատ Մուհամմեդ կար, մեզի ասեր Աստծուն Ալլահի մասին, չէ՞։ Կամ ասենք հրեաները չէին նստած, չէ, երազում, որ այ մի հատ հրեա գար, մեզի պատմեր Աստծու մասին։ Նրանք իրանց հերթին էին մտածում, որ իրանք իրանց Աստված ունեն, նրանք իրանց հերթին էին մտածում, որ իրանք իրանց Աստված ունեն։ Ամեն մեկը մտածում էր, որ Աստված մենակ իրանց է սիրում, հասկանում եք, չէ՞։ Եվ որ Հիսուսը եկավ, իրանով էր հարց տվել, ոչ մեկ, բայց ինքը եկավ և սկսեց խոսալ, այդ որ խոսած սկսեց խոսալ, իրան սկսեցին հարցեր տալ, հասկանում եք, և այդ աստվածամերժության դարաշրջանին է բնորոշ, էլի, որովհետև աստվածամերժ դարաշրջան դա արդեն նշանակում է, ծնվում են հոգիներ, որոնք Աստծով իրապես չեն հետաքրքրվում, իրանք չունեն հարցեր Աստծո մասին, հասկանում եք, իրանց մոտ այդ հարցերը առաջանում են միայն այն պարագայում, որ կան Աստծուն երկրպագող կենդանի էակներ, իրանց մեջ այդ հարցերը, ինչ գիտեք, որ Աստված կա, կամ ինքը չկա, դուք սենտիմենտալ եք, որ ասենք հավատում եք այդպիսի հիմարություններին, կամ չգիտեմ ինչ, մենք տեսնում ենք, որ ինչ վերաբերվում է արիացիներին, այստեղ հավատք խոսքը ընդհանրապես չի օգտագործվում համարյա թե այստեղ ամեն ինչը հենված է հասկացողության վրա, դու պիտի հասկանաս, որ Աստված կա, այլ ոչ թե հավատաս։ Եվ ուրեմն այստեղ հիմա նկարագրվեց այդ բանը, որ Մայտրեյան ինքը իր սրտում, սենց ասենք էլի, սենց հարց չկար, որ Վիդուրան տար, ու Մայտրեյան այդ հարցի պատասխանը չունենար։ Ամբողջ խնդիրը կայանում էր նրանում, թե իրան հարցեր կտան, թե ոչ, ու եթե հարցեր տան, ինքը պատրաստ էր ամեն տեսակի գիտելիք տեղափոխել իր աշակերտին, չէ, և երբ որ Մայտրեյան ինքը, Վիդուրան ինքը այդ բան հարց տվեց, չէ, որ ինքը մենակ է, այդ մարմինը ինքը ոնց է կենդանի ակներ արարել, ինչի հաշվին, մարմնի կառուցվածքի հաշվին, թե մտքի, այսինքն ինքը հիմա խորը հարց տվեց, թե ինչպես շարունակվեց արարչագործությունը, և Մայտրեյան ինքը դա գիտեր, դրա համար ինքը ուրախություն զգաց, որ հիմա իր առաջ կանգնած է մի անձնավորություն, որը խորաթափանց է, և ինքը խորը հարց է տալիս, և Մայտրեյան պատրաստ էր պատասխանել, և ուրախ էր, որ այդպիսի հարց տվող է ունեցել, հասկանում եք, չէ, և ուրեմն Սուտը Գոսվամիինքը շարունակեց, չէ, որ Մայտրեյան սկսեց հետող պատասխանել և ասեց այսպես, մեծ իմաստուն Մայտրեյան ասաց, այսպիսով Օվիդուրա 100 երկնային տարի Աստծո անձնավորության հրահանգով Բրահման կատարեց ասկեզաներ Տիրոջը նվիրված ծառայությանը տրվելով։ Այնուհետև Բրահման տեսավ, թե ինչպես էր փոթորկի քամու պորտկումներից ալիքներ բարձրացան իր լոտոսի լճի մակերեսին, ու լոտոսն այսն ու այս կողմ սկսեց ճոճվել։ Հիմա տեսեք, ուրեմն առաջի հերթին, տեսեք նորից,
Նորից խոսացվում է նրա մասին, որ երբ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը գնաց, այսինքն հիմա արդեն Բրահման ամեն ինչը հասկացավ, ամեն ինչ եկավ իր տեղը, ինքը պաշտպանեց իրան իր վտանգներից, Գերագույն Աստծո անձնավորությունը իրան հարգալից եւ լավ վերաբերվեց եւ այլն, ամեն ինչը իրանք հաստատեցին, որ դու որակավորում ունես, սա ես անելու, նա ես անելու, իրանք բաժանվեցին։ Ինչ արեց դրանից հետո Տեր Բրահմանը։ Տեսեք, ինքը թեկուս եւ կրքի գոյավիճակի ղեկավարն է, հիմա այս պահին ինքը չի շտապում։ Ինքը չի շտապում անմիջապես անցնել արարչագործությանը։ Չէ՞, բա ինչ արեց ինքը։ Ինքը նորից նստեց մեդիտացիայի մեջ։ Հիմա ինչի մասին է ինքը մտածում։ Սկզբում ինքը մտավ իր մեջ, որպեսզի գտնի իր ակունքը, հա, եւ գիտակցի իր նախասահմանումը։ Հիմա ինքը արդեն մտածում էր դրա մասին, թե ինչպես է դա անելու, ինչ կենդանի էակներ է արարելու եւ այլն։ Չէ՞։ Եվ հիմա տեսեք, եւ առաջի ալիքը, որը նկարագրվեց, երբ որ Բրահման ինքը այդպես իր մեջ խորասոզված էր, ինքը զգաց, որ ուժեղ քամի փչեց։ Տեսեք, այս ուժեղ քամի փչեց, հիմա մենք ինչ ենք տեսնում, որ դա Բրահման չէր ղեկավարում, այսինքն ինքը չէր այդ քամին ստեղծողը, պարզի, որ դա Գերագույն Աստծո անձնավորությունն էր, չէ՞։ Ուրեմն Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը արդեն ոնց որ արտաքինից ինչ-որ մի բան արեց, որպեսզի Տեր Բրահման ինքը դուրս գա մեդիտացիայից։ Ինչու՞, որտեղ ինքը համարում էր, որ բավական է։ Ինչ-որ հասկացար, լրիվ հասկացել ես, գործելու ժամանակն է, դուրս արի ներսիցդ։ Հա, եւ արտաքին ինչ-որ մի հատ ազդակ եղավ, որ Բրահման ինքը դուրս եկավ, բայց մինչև այդ ազդակը ինքը խորասուզված էր իր մեջ եւ մտածում էր, ինչպես է պետք գործել, ինչ է պետք անել, ինքը ինչպես պիտի իրականացնի, արդեն տեխնիկապես, ինքը ինչպես պիտի այդ ամեն ինչը իրականացնի։ Հասկանում եք, չէ՞, եւ տեղի ունեցավ երկու բան, փչեց ուժեղ քամի, որով իր լոտոսը սկսեց ճոճվել, այսինքն արտաքինից եկավ անհանգստություն, ինքը դուրս եկավ մեդիտացիայի վիճակից, եւ երբ որ ինքը դուրս եկավ, ինքը տեսավ, որ այդ քամին, այն լիճը, սորպորտի մեջ ջուրը, հա, այդ լիճը, որը կար, որի մեջից դուրս էր գալիս լոտոսը, չէ, ինքը ալեկոծվեց։ Հա? Սովորաբար մի քիչ ասում են բան էլի, причинно следственный, հա, այդ պատճառահետևանքային կապերով ալեկոծվեց։ Ու թե արդեն տեխնիկապես դա ինչի մասին էր խոսքը գնում, մենք դες հետ կդիտարկենք արդեն վաղ։ Իսկ այսօր այսքանը, սիրելիներս, ստեսյունտես